Սիրելի քույրեր և եղբայրներ, այս գիրքը ծնվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ և իմ սրտի խոնարհ ցանկությամբ փառաբանելու Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն։ Իմ միակ նպատակն է, որ յուրաքանչյուր ունկնդիր զգա Սուրբ Հոգու ներկայությունը և Հիսուսի սերը իր կյանքում։ Թող այս գիրքը լինի ձեզ համար հոգևոր ուղեցույց, խաղաղության և հույսի աղբյուր, ուխտի նշան և Սուրբ Հոգու լուսավորություն, ինչպես այն լուսավորում է իմ սիրտը։ Փառք ու պատիվ Աստծուն այժմ և հավիտյան։ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան, Աստվածային քո սուրբ գրքում։ Տիրոջ հավատացողները ունեն ապագա։ Տիրոջ հավատացողները ունեն ապագա։ Ուրախացեք և ցնծացեք բոլոր ընկածներդ, քանզի Տերը բարի է ու բարության պատրաստ, օգնելու է ու ոտքի է կանգնեցնելու քեզ իր որդու անվամբ, և քեզ բամբասող ու ատող թշնամիդ տեսնելու է, ամոթից քեզ չի նայելու, հիշելու է իր չար խոսքը, որ քո վրայով խոսել էր, և զգալու է, որ Տերը իր վրա դարձրեց, և դու, որ մի ժամանակ ընկած էիր, գլուխդ հպարտ պահիր և վստահ գնա, քո թշնամին արդեն պարտված է ու քո ոտքերի տակ ամոթով ընկած է։ Ամեն։ Ագապե սերը կամ աստվածային սերը։ Դա աստվածային այն սերն է, որ եթե մարդը ստանում է Աստծուց, ոչինչ չի խառնվում նրա հետ, ոչ շնություն, ոչ պղծություն, ոչ անառակ մտքեր, ոչ ծուռ հայացք, ոչինչ չի խառնվում նրա հետ, նա մնում է մաքուր, անաղարտ, պարզ, անկեղծ, նվիրված, սիրելով բոլորին։ Մարդը ընդունելով աստվածային այդ սերը, սկսում է այն տարածել և փոխանցել ուրիշներին։ Եթե դու մեկին անշահախնդիր սիրում ես, ինչպես ինքդ քեզ, ուրեմն իմացիր, որ ունես ագապե քո մեջ։ Եթե դու մեկին սիրում ես քո ծնողի նման, կամ քրոջդ, կամ եղբորդ ու հարազատիդ նման, ուրեմն իմացիր, որ դա ագապեն է քո մեջ։ Ամեն։ Հիսուսի անուններից մեկը նշանակում է հրաշք։ Հիսուս նշանակում է հրաշք։ Նրա գործերն են հրաշք, նրա խոսքերն են հրաշք, նրա ծնունդն էր հրաշք, նրա մահն էր հրաշք, նրա հարությունն էր հրաշք։ Ամեն։ Սուրբ Հոգու շնորհքները։ Աղոթք։ Մարմին, հնազանդվիր Սուրբ Հոգուն, որ քեզ զորությամբ լցնի։ Անձ, հնազանդվիր Սուրբ Հոգուն, որ քեզ իմաստությամբ լցնի։ Բերան, հնազանդվիր Սուրբ Հոգուն, որ քո խոսքերը օծի։ Սուրբ Հոգի, մնա միշտ ինձ հետ, որ հոգիս զորանա ու փորձություններին դիմանա։ Սուրբ Հոգի, եղիր իմ մտքի հետ, որ միտքս պայծառանա ու քո խոսքը հասկանա։ Իմ մարմինը հնազանդվում է Սուրբ Հոգուն, ինչ որ ասի, կլսի, ինչ որ հրամայի, կկատարի։ Ամեն։ Մութ ու լուռ այս գիշերում։ Մութ ու լուռ այս գիշերում, իմ Տեր, հոգիս քեզ է տենչում, քեզ աղոթում ու քեզ կանչում, քեզ լսել է ուզում։ Կարոտ է նա քո խոսքերին, աստվածային պարգևներիդ, քո Սուրբ Հոգու խորհուրդներին։ Մութ ու լուռ այս գիշերում, իմ Տեր, հոգիս քեզ է կանչում, քեզանով է ապրում, միայն քեզանով շնչում։ Ամեն։
Աստված օգնող Աստված է։ Աստված ողորմություն խնդրող Աստված չէ։ Աստված ողորմություն տվող Աստված է։ Աստված օգնություն խնդրող Աստված չէ։ Աստված օգնող Աստված է։ Աստված փրկություն խնդրող Աստված չէ։ Աստված փրկող Աստված է։ Աստված սովի մատնող Աստված չէ։ Աստված հաց տվող Աստված է։ Աստված ծարավ թողնող Աստված չէ։ Աստված ջուր տվող Աստված է։ Աստված կապող Աստված չէ։ Աստված կապանքից ազատող Աստված է։ Աստված վախեցնող Աստված չէ։ Աստված վախից ազատող Աստված է։ Աստված հիվանդացնող Աստված չէ։ Աստված բժշկող Աստված է։ Աստված մեռցնող Աստված չէ։ Աստված ապրեցնող Աստված է։ Ով տեսավ Հիսուսին, տեսավ այն ամենը, քանի որ Հիսուսը ասաց. ով տեսավ ինձ, տեսավ Հորը, և նա կատարեց այս բոլոր խոսքերը։ Ամեն։ Ավետարանի պատգամը։ Քարկոծել, թե Հիսուսի պես ներել։ Պետք է ունենալ գթություն, բարություն և սեր ցանկացած մեղավորի հանդեպ, գողի, մարդասպանի, արվամոլի, ստախոսի, անհնազանդի, չէ որ Տերը արևը ծագեցնում է և չարի և բարու վրա։ Եթե չունենք գթություն, բարություն, սեր նույնիսկ մեկ մեղավորի հանդեպ, ապա չենք կարող լինել հոտի հետևորդ և առաջնորդ, քանզի չնմանվեցինք մեր Հիսուսին, հավատքի մեր մեծ ուսուցչին։ Եթե չունենք ներելու կարողություն, ուրեմն չունենք նաև իմաստություն, մինչդեռ մեր Հայրը ուզում է մեզ իմաստությամբ օծել, որ իմաստությամբ ծառայենք Նրան այստեղ երկրի վրա։ Եթե չունենք հավատարմություն, ապա չունենք աստվածային ճշմարտություն, որով որ ուզում է մեզ օգտագործել Հիսուսը որպես Աստծո ճշմարիտ ծառաներ կորածին գտնելու ու դարձի բերելու։ Արդյոք մեր Տերը կասի մեզ. ապրես բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կդնեմ քեզ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ։ Ինչպիսի պատասխան ունենք։ Ինչպիսին ենք մենք այսօր։ Նախանձը, բարկությունը, չարությունը մեղավորների հանդեպ դարձել են մեր անբաժան ուղեկիցները։ Ծուռ աչքերով ենք նայում նրանց կյանքին ու կամենում ենք, որ նրանք դառնան կրակի բաժին, փոխարենը նրանց առաջնորդելու դեպի ապաշխարություն, դեպի աստվածային ճշմարիտ ուղի։ Հնարավոր է նույնիսկ, որ նրանք ըմբոստանան։ Հնարավոր է նույնիսկ, որ մեզ վիրավորեն։ Բայց ես այդքանից հետո պատրաստ եմ նրանց ոտքերը լվանալ, ինչպես արեց մեր Տերը։ Եթե չարանամ, եթե հիշաչար լինեմ, ուրեմն չեմ հասկացել մեր բարի Հովին, ով արածեցնելով իր հոտը թողեց 99 ոչխարներին ու գնաց փնտրելու մեկ կորածին։ Ուրեմն ես չեմ ճանաչել իմ բարի Հովին, որ արածացնելով իր հոտը միշտ պաշտպանել է այն գայլերից։ Դեռ ավելին, իր անձն էլ տվեց, որ մերը փրկի, նույնիսկ խնդրեց, որ իրեն սպանողներին հայրը ների, քանզի նրանք չգիտեն, թե ինչ են անում։ Ներել, սիրել և առաջնորդել մեղավոր որդիներիդ դեպի ճշմարիտ ճանապարհ,
Այո, Տեր, սա է կամքդ և պատգամը ավետարանիդ։ Ամեն։ Աստված եղավ իմ զորությունը։ Երբ հիշում եմ ես իմ անցյալը, առջևս է գալիս իմ դառը կյանքը։ Գիշեր ու ցերեկ արցունքն աչքերիս, վատ խոսքերն ու վերքերը սրտիս։ Բայց չկորցրեցի հույսը իմ, չկորցրեցի հավատքի ուժն իմ, որով ես ապրում էի, որով ես սնվում էի։ Տիրոջմով բացվեց կյանքիս նոր էջը, և եկավ իմ դառը կյանքի վերջը։ Երևաց լույսը ապագայի, երևաց փրկությունն ապագայի։ Հիսուսը եղավ փարոսն իմ կյանքի, բացելով դուռը ինձ համար վերելքի, փակելով ճանապարհը արգելքի, գտնելով Տիրոջը, լսելով նրա խոսքերը, ինձ համար բացվեցին փակ դռները, քանդվեցին չարի կապանքի թելերը, ինձ օգնության եկան Տիրոջ մտքերը։ Աստված եղավ իմ զորությունը ու վերստին ծնված կյանքիս փրկությունը։ Ամեն։ Լույսը կյանք է։ Սովորել թիթեռից։ Մարդը դեպի խավարն է գնում, խարխափելով վայր է ընկնում, իսկ թիթեռը մի օր ապրելով իր կյանքի համար լույսն է ընտրում։ Եկեք սովորենք մենք թիթեռից, որին երբեք հաշվի չենք առնում, որի մասին անգամ լսել չենք ուզում, թե ինչու է նա այդպես դեպի լույսը ձգտում։ Միգուցե լսենք պատասխանը նրա, թե լույսով է ստեղծվել կյանքը, և այդ լույսի մեջ է կյանքը։ Գիշերային մի խաղաղ երեկո դրսի մութ խավարի մեջ միայն իմ պատուհանի լույսն էր ճեղքում մութը խավարի։ Մեկ էլ հանկարծ խավարից հալածված մի շատ փոքրիկ թիթեռ երևաց, փորձեր արեց իմ ապակուց ներս սողոսկելու, իմ սենյակից ճառագայթող ջահի լույսին հասնելու, սակայն ապակին էր պատնեշել, իր ցանկությանը արգելք դարձել, բայց թիթեռը համառ էր, չնայած որ շատ փոքր էր։ Բազում անգամներ փորձ անելով ուզում էր նա լույսին հասնել։ Թռչելով մերթայս մերթային կողմ նա փորձում էր ճեղքել պատնեշը և հեռացնել այդ արգելքը։ Վկա լինելով այդ ամենին, ես փորձում էի հասկանալ թիթեռին, տեսա նրա կամքը, ականատես եղա նրա ջրաջան աշխատանքին, նրա համառ պայքարին և փորձեցի համեմատել իրենից մեծ ու խելացի մարդկային կերպարի հետ։ Ի զարմանս ինձ հասկացա, որ մարդն այդքան համառորեն չէր փորձի արգելքից ներս մտնել ու չէր էլ ձգտի լույսին հասնել, մի երկու փորձից հետո հետ կկանգներ նա իր գործից։ Իսկ թիթեռն այդ համառ կերպար դարձավ ինձ համար վառ։ Հարց տվեցի ինքս ինձ. ինչու էր այդ միջատն այդքան համառ։ Տերը հուշեց, ազատելով ինձ այդ մտքի տանջանքից, ասաց. թիթեռը գիտի, որ կյանքը լույսի մեջ է, իսկ մարդը խավարն է ընտրել, ինչպես որ գրված էր, թե լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև ով որ չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսով չտան։ Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը սիրեցին, չցանկանալով լույսը, ընտրել են խավարն ու մահը։ Իսկ փոքրիկ այն թիթեռն ընտրել է կյանքը։ Բազում անգամ փորձ անելով ուզում էր նա լույսին հասնել, հասկանալով, որ կյանքը լույսի մեջ է և այս աշխարհում կյանքը պայքար է։ Ամեն։ Փառքը գնում է Աստծուն և ոչ թե մարդուն։ Ընդդեմ հպարտության։ Փառքը գնում է Աստծուն և ոչ թե մարդուն։
Աստծմով ենք մենք ապրում, նրանով ենք շնչում, Աստծով ենք մենք գործում, նրանով էլ կանգուն մնում։ Ով մարդ, ինչու ես հպարտանում, եթե անգամ քո մի մազը սև և սպիտակ անել չես կարողանում։ Հիշիր հավատքիդ առաջի օրերը, թե ինչպես սիրով էր գործում քեզ հետ մեր Տերը։ Երբ որ դու մի քիչ մեծացար, քո Տեր Աստծո փառքը մոռացար։ Մոռացար նրա բոլոր գործերը, ուրացար նույնիսկ նրա աստվածային սերը։ Հիշիր, ով մարտարարած, ինչքան էլ դու բարձրանաս, միշտ էլ փառքը գնում է Աստծուն և ոչ թե մարդուն։ Ամեն։